Պատկերացրու, դու կանգնած ես Հիսուս Քրիստոսի առջև դատաստանի օրը, ամբողջ կյանքումդ եկեղեցի ես գնացել, աղոթել ես, աշխատել ես ճիշտ ապրել, քեզ հավատացյալ մարդ ես համարել, եւ հանկարծ նա նայում է քեզ ու ասում. Ես երբեք քեզ չեմ ճանաչել, հեռացիր ինձնից։ Ոչ թե ես մոռացել եմ քեզ, կամ դու գրեթե տեղ հասար, այլ ես երբեք քեզ չեմ ճանաչել։ Սրանք ամբողջ Սուրբ Գրքի ամենածանր խոսքերից են։ Եվ ամենալուրջն այն է, որ Հիսուսն այս խոսքերը չի ասում ինչ-որ ակնհայտ վատ մարդկանց։ Նա դա ասում է նրանց, ովքեր իրենց հավատացյալ էին համարում, նրանց, ովքեր ինչ-որ բան էին անում Աստծո համար, նրանց, ովքեր վստահ էին, որ իրենց եւ նրա միջև ամեն ինչ կարգին է, բայց պարզվեց ոչ։ Եվ այստեղ մի անկեղծ հարց է առաջանում. իսկ հնարավոր է, որ սա իմ մասին լինի։ Սա վախենալու համար չէ, սա ինքդ քեզ հետ ազնիվ լինելու համար է։ Արի նայենք մի քանի նշանների, որոնց մասին խոսում է Աստվածաշունչը եւ որոնք օգնում են ստուգել ինքներս մեզ։ Առաջին նշանը. դու խոսում ես Աստծո մասին, բայց ապրում ես այնպես, ասես նա չկա։ Հիսուսն ասաց. ոչ թե ամեն ինձ Տեր, Տեր ասողն է երկնքի արքայություն մտնելու, այլ նա, ով կատարում է իմ հոր կամքը, որ երկնքում է։ Այն օրը շատերն ինձ կասեն. Տեր, Տեր, չէ՞ որ քո անունով մարգարեացանք, քո անունով դևեր հանեցինք եւ քո անունով շատ հրաշքներ գործեցինք։ Ես էլ այն ժամանակ նրանց կասեմ. ես ձեզ երբեք չեմ ճանաչել։ Ինձնից հեռացեք, ով անօրենություն գործողներ։ Այսինքն խնդիրը խոսքերի մեջ չէ։ Կարելի է ճիշտ բաներ խոսել, կարելի է քեզ հավատացյալ համարել, կարելի է նույնիսկ արտաքուստ ճիշտ տեսք ունենալ, բայց հարցն այլ է. ազդում է Աստված քո իրական կյանքի վրա, քո որոշումների վրա, քո հարաբերությունների վրա, քո փողերի վրա, այն բանի վրա, թե ինչպես ես քեզ պահում, երբ ոչ ոք չի տեսնում։ Պողոս առաքյալը գրում էր. խոստովանում են, թե Աստծուն ճանաչում են, բայց իրենց գործերով ուրանում են նրան։ Խոսքը կատարյալ լինելու մասին չէ, այլ այն մասին, թե ուր է ուղղված քո կյանքը։ Եթե նայենք քո անցած շաբաթվան, երևում է, որ Աստված քեզ համար իսկապես կարևոր է։ Երկրորդ նշանը. քո հավատը քեզ չի փոխել։ Շատ մարդկանց կյանքը հավատի գալուց հետո ըստ էության չի փոխվել։ Այո, եղել է աղոթք, այո, հնարավոր է եղել է ջրի մկրտություն, բայց դրանից հետո ամեն ինչ մնացել է այնպես, ինչպես առաջ էր։ Նույն սովորությունները, նույն արձագանքները, նույն առաջնահերթությունները։ Աստվածաշնչում ուղղակիորեն ասված է. ինչպես որ մարմինն է առանց հոգու մեռած, այդպես էլ հավատն է առանց գործերի մեռած։ Սա չի նշանակում, որ պետք է վաստակել փրկությունը, բայց իսկական հավատը միշտ ինչ-որ բան փոխում է, թեկուզ ոչ միանգամից, թեկուզ ոչ կատարյալ, բայց փոխում է։ Ով Քրիստոսի մեջ է, նա նոր արարած է։ Եթե տարիների ընթացքում ոչինչ չի փոխվել, ազնվորեն հարցրու ինքդ քեզ. իսկ այդ հավատն իսկական էր։ Երրորդ նշանը. դու ապրում ես մեղքի մեջ եւ քեզ հանգստացնում ես նրանով, որ Աստված կների։ Մեծ տարբերություն կա այն մարդու միջև, ով սայթակում է, եւ նրա, ով պարզապես ապրում է մեղքի մեջ ու չի ուզում ոչինչ փոխել։ Երբեմն մարդիկ ասում են. դե բոլորն էլ մեղանչում են, Աստված ողորմած է, ես այսպիսի մարդ եմ, եւ վերջ։ Առանց պայքարի, առանց ապաշխարության, առանց փոխվելու ցանկության, բայց Պողոս առաքյալն ուղղակիորեն գրում է. արդ ինչ հասենք, մնանք մեղքի մեջ, որ շնորհը բազմանա, քավ լիցի։ Մենք, որ մեղքի պատճառով մեռանք, ինչպես կարող ենք տակավին նրա մեջ ապրել։ Կամ չգիտեք, թե մեզանից ովքեր Հիսուս Քրիստոսով մկրտվեցին, նրա մահով մկրտվեցին։ Մկրտությամբ նրա հետ թաղվեցինք մահի մեջ, որպեսզի ինչպես Քրիստոսը մեռելներից հոր փառքով հարություն առավ, այնպես էլ մենք նոր կյանքով ընթանանք։ Իսկական հավատացյալը կարող է սխալվել,
բայց նա չի կարող հանգիստ ապրել մեղքի մեջ։ Եթե ներսում չկա ներքին դիմադրություն, դա տագնապալի ազդանշան է։ 4-րդ նշանը. դու ունես կրոն, բայց չունես հարաբերություններ Աստծո հետ։ Կարելի է շատ բան անել, եկեղեցի գնալ, օգնել, ծառայել, զոհաբերել, բայց միևնույն ժամանակ անձամբ չճանաչել Աստծուն։ Հիսուսը խոսում էր այն մարդկանց մասին, ովքեր նույնիսկ մեծ ու զորավոր գործեր էին անում, բայց նա նրանց ասաց. «Ես ձեզ երբեք չեմ ճանաչել»։ Որովհետև խնդիրը ակտիվությունը չէ, այլ հարաբերությունները։ Քրիստոնեությունը պարզապես ավանդույթ կամ սովորություն չէ։ Դա կենդանի կապ է Աստծո հետ։ Խոսում ես նրա հետ, փնտրում ես նրան, կարևոր է քեզ համար նրա հետ լինելը, թե հավատը պարզապես քո կենսակերպի մի մասն է։ 5-րդ նշանը. դու չես ունեցել իսկական ապաշխարություն։ Հիսուսն իր ծառայությունը սկսեց ապաշխարեք խոսքերով։ Ապաշխարությունը պարզապես ցավում եմը չէ, կամ կձգտեմ ավելի լավ լինելը։ Դա կյանքի շրջադարձ է։ Երբ դու գիտակցում ես քո մեղքը և իսկապես ուզում ես հեռանալ դրանից, կա ափսոսանք, երբ ցավում ես հետևանքի համար, և կա իսկական ապաշխարություն, երբ ցավում ես այն բանի համար, որ հեռացել ես Աստծուց։ Ահա մի ազնիվ հարց. եղել է քո կյանքում մի պահ, երբ դու իսկապես շրջվել ես դեպի Աստված, ոչ ձևականորեն, ոչ ինչ-որ դեպքի համար, այլ ի սրտե։ Եթե դու սրա մեջ քեզ տեսար, մի անտեսիր, սա խուճապի մատնվելու պատճառ չէ, սա կանգ առնելու և մտածելու առիթ է։ Աստվածաշունչն ասում է. ինքներդ ձեզ քննեք, թե հավատի մեջ եք, ինքներդ ձեզ փորձեք, կամ չգիտեք, որ Հիսուս Քրիստոսը ձեր մեջ է, միայն եթե չեք ձախողվել փորձելու մեջ։ Մի հենվիր այն անցյալի փորձի, խոսքերի, ավանդույթների կամ ուրիշների կարծիքների վրա, նայիր քո սրտին և ամենակարևորը դիմիր Քրիստոսին իսկական ձևով, որովհետև վերջում կարևոր կլինի միայն մի բան. ունես արդյոք նրա հետ իրական հարաբերություններ։ Բաժանորդագրվիր ալիքին հետագա հետաքրքիր տեսանյութերը բաց չթողնելու համար։ Մեկնաբանություններում գրեք ձեր կարծիքը, իսկ մենք դեռ կհանդիպենք։